Միացյալ Նահանգները դադարեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային հակամարտությունը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք կանգնեցինք միջուկային հակամարտությունը, կարծում եմ դա կարող էր իսկական միջուկային պատերազմ լինել։ Միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել, ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը։ Նա նշել է, որ շատ հպարտ է այս արդյունքով։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը։ Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու Ստամբուլի բանակցություններին։ Դա ներկայում մշակվում է, ըստ էության խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը, ասել է նա։ Կորնելիուսը նաև հայտարարել է, որ եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ։ Ուկրաինան պետք է որոշի, կընդունի արդյոք այս ձևով բանակցելու առաջարկը, հավելել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին, առանց որևէ նախապայմանի։ Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։ Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրների միջև լարվածության սրման պատճառով։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին տասնյակ օդանավակայանների փակման մասին մինչև մայիսի 15-ը, հայտնում է Hindustan Times թերթը։ Պարբերականի տվյալներով հրավմանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Թերթի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ մի քանի օդանավակայան արդեն սկսել է չվերթների ընդունումն ու ուղարկումը։ Ավելի վաղ Իսլամաբադն էլ հայտնել էր, որ երկրի օդային տարածքը լրիվ բաց է բոլոր տեսակի թռիչքների համար։ Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պակիստանը և Հնդկաստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն էլ ավելի ուշ հաստատել էր տեղեկատվությունը։ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են, երբ ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի Փահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ հարձակվել են զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով 26 մարդ էր զոհվել։ Նյու Դելհին հարձակման համար մեղադրել էր Պակիստանին։ Hindustan Times-ը հաղորդում է, որ Պակիստանի հետ սահմանի նոր փոխհրաձգությունը տեղի ունեցել և անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Երկուշաբթի երեկոյան Ջամու և Քաշմիր, Սամբա և Հիրանգարա քաղաքների սահմանին գրանցվել են փոքր զենքերից կրակոցներ։ Սամբայում մոտ 10-12 ԱԹՍ են որսացել։ Բացի այդ, Ջամու քաղաքում, Սամբայում, Վանշո Դևի Բհավան և Յատրա Թրեք տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։ Գործարկվել է նաև հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդում է թերթը։ Վերջին միջադեպը տեղի ունեցել ընդամենը մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ Հնդկաստանի բանակը հայտարարել էր, որ Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում որոշվել է քննարկել զորքերի դուրսբերումը սահմաններից և առաջնային շրջաններից ու անհապաղ քայլեր ձեռնարկել դրա համար։ Եվրոպական երկրները դժվարին իրավիճակում են հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության պատճառով, գրում է Bloomberg-ը։ Թրամփի երկրորդ ժամկետը, որը նվիրված է Ամերիկայի նոր ոսկե դարի մեկնարկին, հավանաբար որոշիչ պահ կլինի Արևմուտքի անկման գործում։ Առանց ԱՄՆ առաջնորդության եվրոպական երկրները հնարավորություն չունեն վերակազմակերպվելու և նոր աշխարհակարգ ստեղծելու, ասվում է հոդվածում։ Հրատարակությունը նշում է, որ Եվրոպան ավելի շատ կարիք ունի Միացյալ Նահանգների, քան Միացյալ Նահանգները նրա, հիմնականում սեփական անտարբերության պատճառով։